Օգոստոսի 2-ին Երևանում կայացած համահայկական 6-րդ խաղերի բացման արարողությունից 2 օր անց Լոռու մարզկենտրոն Վանաձորը հյուրընկալեց հանդբոլի առաջնության մասնակիցներին։ Սփյուռքի ու Հայաստանի ավելի քան 8 պատվիրակությունների 14-ական ներկայացուցիչներ մինչև օգոստոսի 9-ը իրենց ուժերը կփորձեն այս մարզաձևում։ Վանաձորի մարզապալատ մուտք գործող Հրազդանի, Ախալքալաքի, Ստեփանակերտի, Բուենոս Այրեսի, Ալավերդու, Էլ-Քուվեյթի, Երևանի, Մարսելի ու Վանաձորի մարզիկներին եւ միջազգային կարգի մրցավար Ալեքսանդր Արևշատյանին ողջունեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը, Կուգարասթեմի առաջնորդ Տերսեպու arczepiskopos Ջուլջյանը, ովքեր եւ բարձր գնահատեցին Հայաստան-Սփյուռք բարեկամական կապի ամրապնդումը սպորտի միջոցով։ Հարգելի մարզիկներ, սիրելի մարզասերներ, անկեղծ ասած այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձորի համար իրոք տոնական տրամադրություն է, որովհետև նախորդ տարիների հետ եթե համեմատության մեջ դնենք համահայկական 6-րդ խաղերը, ապա այն տարբերվում է իր առանձնահատկությամբ, որ այս տարի համաշխարհային համահայկական կոմիտեն որոշում կայացրեց, որ մարզերում ևս պետք է մի քանի սպորտաձևերից անցկացվեն համահայկական խաղերը։ Եվ ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ այս տարի ձեռքի գնդակի առաջնությունը մինչև եզրափակիչ փուլ կանցկացվի Լոռու մարզում մարզկենտրոն Վանաձորում։ Սիրելի մարզիկներ, այսօրվա մեր մրցումները անց են կացվելու բարեկամական մթնոլորտում։ Հաղթող կճանաչվեն, չեմպիոն կլինեն նրանք, ովքեր ուժեղագույնը կլինեն, բայց ընդհանրապես հաղթանակը դա բարեկամությանն է, դա միասնությանն է։ Բարեկամություն ամենքին, որ սիրով եւ ուրախությամբ ժամանել եք մեր մարզկենտրոն, հյուրընկալվել եք այսօր մեզ եւ մենք ամենայն ուրախությամբ գրկապած ձեզ բոլորին բարի գալուստ ենք մաղթում ու ողջունում։ Ողջույնի խոսք ասաց նաև հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը, ով նշեց, որ Լոռու մարզը, հատկապես Վանաձոր քաղաքը, միշտ էլ առանձնացել է այս մարզաձևում իր ուժեղագույն թիմերով։ Այսօր Հայաստանում մարզերից ամենահզոր հանդբոլը ուրախություն մեզ բոլորիս ունի Վանաձորը, Լոռու մարզը։ Մասնակից 7 երկրների 10 քաղաքի թիմերից 2-ը Լոռու մարզի թիմերն են։ Բոլորին ցանկանում եմ առողջ պայքար, թող հաղթի ուժեղագույնը մեր խաղը։ Մարզիկներին ու մարզասերներին հաճելի երաժշտական անակնկալ մատուցեց Հորովել երգի պարի անսամբլը, հայկական ժողովրդական ուրախ բարեղանակների նկատմամբ անտարբեր չանցան նաև մարզիկները։ Խաղերից առաջ մարզիկները բարձր տրամադրություն ու մարտական տրամադրվածություն ունեին։ Արգենտինայաբնակ Հակոբ Տիգրանյանը, ով հանդբոլով զբաղվում է 15 տարեկանից, սակայն վերջին 15 տարիներին թողել է սպորտը, Հայաստան գալու եւ համահայկական խաղերին մասնակցելու համար մոտ 1 տարի է վերսկսել է պարապմունքները։ Իմս երկրորդ անգամ է, որ եկա 1991-ին ճիշտ անկախության օրերը հոս էի շատ անգամներ ուզեի վերադառնալ եւ մենք ֆիզիկական վետ շատ հերու ենք Արգենտինա, միջ սիրտով շատ մոդիկ են հոս եւ when այս տարի եկավ կալու եւ չմտածեցի եւ անպայման եկա։ Շատ ուրախ ենք նման միջոցառման համար, շատ լավ կազմակերպված է, պատրաստվել ենք շատ լավ, շատ մեծ ուրախությամբ հույսով ենք հաղթանակ կունենանք, ունեցել ենք լավ մարզիչներ, ունենք լավ մարզիչներ նույնպես լավ վետերաններ, որի արդյունքը մենք այսօր մենք իրանցից սովորել ենք եւ այդ հաջողությունը այսօր մենք կփորձենք ժողովրդին ցույց տալ։ Այսօր տեղի ունեցան Հրազդան Ալավերդի, Էլ-Քուվեյթ, Բուենոս Այրես, Երևան Մարսել եւ Վանաձոր Ստեփանակերտ հանդիպումները։ Մինչ օգոստոսի 9-ը 4-ական խաղերով միմյանց դեմ կմրցեն հանդբոլի առաջնության հաղթող ու պարտվող թիմերը, իսկ եզրափակիչ խաղերը տեղի կունենան Երևանի Միկա մարզադահլիճում։ Հերմինե Յավրյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։
Լոռու մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում մարզկենտրոնում տեղի ունեցավ պտղի սերի խտրական ընտրության դեմ պայքար խորագրով ծրագրի մեկնարկային աշխատանքային հանդիպում, որին ներկային Լոռու մարզի կենդերային հանձնաժողովի անդամներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի աշխատակիցներ, բժիշկներ, հոգևորականներ, կենդերային խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր մարզերում ինստիտուցիոնալ հիմք դնել, ինչպես նաև մշակել համայնքների կարիքներին համապատասխան գործիքներ։ Նմանատիպ հանդիպումներ իրականացվել էին նաև Արմավիրի և Շիրակի մարզում։ Մարդկային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը ներկայացրեց 2015 թվականի մայիսի 1-ին մեկնարկած ծրագրի մանրամասները։ Ծրագիրը ինքը ամբողջ Հայաստանով ընդգրկում ունի, իրականացվելու է բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ծրագիրն իրականացնում ենք Եվրոպական միության օժանդակությամբ, 4 կազմակերպությունների ուժերով, դա մարդկային զարգացման միջազգային կենտրոնն է, Save the Children կազմակերպությունն է, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը և Արմավիրի զարգացման կենտրոնը։ Ծրագրի նպատակն է փորձել 2 տարիների ընթացքում գործողություններ անցկացնել, իրականացնել տարբեր բնույթի և հասնել պտղի սեռով պայմանավորված հեղիությունների արհեստական ընդհատումների ցուցանիշի 10% նվազման։ Բացի դրանից, նաև մեր գործողությունները այնպիսի լայնածավալ ու մեծ մասշտաբ ընդգրկող են, որ հույս ունենք, որ առնվազն 15%-ով աճ կունենանք մարդկանց մոտ, հասարակ քաղաքացիների մոտ այս խնդրի վերաբերյալ տեղեկացվածության իմաստով։ Ծրագիրը սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության և առողջապահության նախարարության համատեղ մշակած պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պետական ծրագրի հետ և իր գործողություններով նպաստելու է վերջինիս իրականացմանը, իր խոսքում նշեց Արմեն Գալստյանը։ Ծրագիրն իրականացվելու է ինչպես հանրապետության, այնպես էլ մեր մարզի բոլոր քաղաքներում։ Մտնենք այնպիսի համայնքներ, որտեղ շատ մարդիկ են բնակվում և փորձենք իրանց հաղորդել այդ մեսեջները, իրանց հաղորդել այդ ինֆորմացիան և փորձել այդ ճանապարհով ազդել նաև մյուսների վրա։ Մի մարդը ինքը նաև կդառնա հաջորդ թերի համար փոխանցող, այդ ինֆորմացիայի տեղեկատվության փոխանցող, մեր հույսը դա է։ Ծրագրի բյուջեն 2 տարվա համար կազմում է 790,000 եվրո, որից 750,000-ը տրամադրվում է Եվրամիության կողմից։ Ծրագրի ավարտին և դոնորի և իրականացնողների կողմից կանցկացվեն մոնիթորինգային հետազոտություններ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նորածինների սեռերի համամասնությանը և ժողովրդագրական ռեսուրսների կանանց թվի կտրուկ նվազմանը սպառնող գործոնները, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները և առանձնացվեցին առաջնահերթությունները։ Լոռու մարզի սոցիալական ապահովության բաժնի պետը ևս խոսեց թվերով։ Եթե կանգառնենք Լոռու մարզի ցուցանիշների վրա, միայն 2015 թվականի կիսամյակային ցուցանիշներ ներկայացնեմ, 664 տղա է ծնվել, 589 աղջիկ։ 2014 թվականին 1672, 1539։ Եթե անդրադառնանք ընդհանրապես թվերին, տեսնում ենք, որ գրեթե թվերը նույն մակարդակի վրա են, այսինքն նույնիսկ ծնված երեխաների թիվը մեծ տարբերություն չի տալ։ 2003 թվականին ծնվել է 3273 երեխա, 2014-ին 3211 երեխա, 62-ով պակաս, այսինքն 12-13 տարվա ընթացքում նկատելի անկում չի եղել։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մարզի բնակիչները դիմում են, երբ ընտանիքում երկրորդ կամ երրորդ երեխայից հետո ցանկալի սեռի երեխա այդպես էլ չի ծնվում։ Շատ են աբորտները եւ արհեստական ընդհատումները, անգամ բժշկին չեն դիմում, դեղատնից դեղորայք են ձեռք բերում եւ ինքները լուծում են այդ հարցը, իհարկե հետագա վատ հետևանքներով։ Ի վերջո բժշկի այսպես թե այնպես դիմում են, որտեղ դա էլ իր բացական ազդեցություն ունի կնոջ առողջության վրա, այնպես որ այստեղ պակասում է աշխատանքը հենց այդ մայրերի հետ, մենք էլ ենք զրուցում մայրիկների հետ ապագա, որ պետք չէ ընդհատել եւ այլն, բայց դա, ինչպես ասում են, իրենց անձնական ընտանիքի խնդիրներն են եւ պահ է գալիս, որ անգամ մեր խորհրդատվությունը, խորհուրդը շատ դեպքերում արդյունավետ չէ։
Լինում են դեպքեր, երբ հղիության արհեստական ընդհատման գնացող կանայք հետ են դառնում իրենց որոշումից, անգամ ընդդիմանալով ընտանիքի մյուս անդամներին, իր խոսքում նշեց բժշկուհին։ Համայնքային համախմբման եւ աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության տնօրեն Օլեգ Դուրգարյանը կարծում է, որ պետական իշխանությունների վերաբերմունքն այս հարցի շուրջ դրականորեն փոխվել է, միևնույն ժամանակ նշում, որ իրենք հասարակական կազմակերպությունները եւս իրենց ներդրումն ունեն այս գործում։ Ներկա պահին կարծես թե ավելի լուրջ է վերաբերվում այս խնդրին, իմ կարծիքով, այո, շատ կարևոր ծրագիր է այս փուլում, այստեղ շատ կարևոր է հենց անմիջական շահումների բնակիչների հետ աշխատանքը տանել։ Մեր կազմակերպությունը անմիջականորեն գործում է Լոռու մարզի ավելի քան 30 համայնքներում, որտեղ մենք ունենք թե աշխատակիցներ, թե համայնքային ակտիվ խմբեր, այդ թվում նաև առողջապահական խմբեր, եւ մենք իսկապես պատրաստ ենք մեր կազմակերպության ռեսուրսները, թե նյութատեխնիկական, թե մարդկային ռեսուրսները տրամադրել ծրագրի իրականացմանը, արդյունավետ իրականացմանը, եւ մտածում ենք, որ այո, այս դեպքում մենք իսկապես կարող ենք շոշափելի օգնություն ցույց տալ ծրագրին։ Էրմինե Յավերյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Օգոստոսի 3-ին ժամը 21:02-ին հազանգ է ստացվել, որ Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության, Լոռու մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի հշեջ փրկարարական 3 մարտական հաշվարկ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։ Արդեն 20 րոպե անց հրդեհը մեկուսացվել է, իսկ ժամը 22:09-ին մարվել։ Նախնական տվյալների համաձայն կրակը բռնկվել էր խլացուցչից։ Ամբողջությամբ այրվել է Ռենո Մագնիշի կցորդիչով բեռնատարի բեռնախցիկը 1.5 տոննա հագուստով եւ մասամբ անվադողերը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Կրթության եւ գիտության նախարարության Տաշիր հիմնադրամի եւ Արմենիա հեռուստաընկերության համատեղ համագործակցության ամենախելացին նախագծի եզրափակչում հայտնված երեխաները Գուգարաց թեմի թեմապատկան ծիծեռնակ ճամբարում են հանգստանում։ Ամենախելացիները տպավորված են ճամբարային համեղ ուտեստներից, աշխատակազմի վերաբերմունքից եւ ամենակարևորը դասից, որն իրենց համար կարդում է Տեր Սեպու arczepiskopos Շուլջյանը։ Նրանց խոստանում են նաեւ ակտիվ հանգիստ, միջճակատային մրցումներ, միջոցառումներ, տարաբնույթ խաղեր եւ ճամբարական ուրախ առօրյա։ Ծիծեռնակ ճամբարը ինձ շատ է դուր եկել եւ հույս ունեմ, որ նորից կհայտնվեմ այստեղ։ Գնահատում եմ սնունդը, շատ համեղ է։ Ինչպես նաեւ ամենահետաքրքիր ժամին կարծիքով այսօր դա հոգեվոր ժամն է, այսինքն երբ որ դասընթաց ենք անցկացնում Սևակ Սարգսակի հետ եւ ընկեր Մանյանի հետ։ Բազանը մի հատ հետաքրքիր հարց տվեցի։ Սեղանի առաջին ճաշարանում ես ասացի կներեք սրբազան կարող եմ մի հարց տալ ձեզ, ասաց կարող է, ասաց հա, այո, ես ասացի ինչ ենք հենց ասում ուտած ավարտից հետո, շնորհակալություն ենք այդ իմաստությունի մասին եւ այնուհետեւ նշում ենք Շեմնա Գուգարաց թեմ, ասացի նշենք Շեմնա հայ առաքելական եկեղեցի, մի քիչ մտածելուց հետո ասաց Երբ որ ես ձեր տուն գամ, ես հաստատ ասել եմ Շեմնա Հակոբյան, ես Հակոբյան ասկանս, Հակոբյաններից ընտանիքը, ուրեմն դու մեր ընտանիքում ես, դու պետք է ասես Գուգարաց թե, ես հարցից բավարարված, 2 օր մտորել եմ այդ հարցի շուրջ չեմ կարողացել պատասխան տալ, իմ կարծիքով շատ տպավորված պատասխաններ ինձ համար։ Սպասելիքները շատ մեծ էին ու կարելի ասել, որ դրանք արդարացան, քանի որ ճամբարն կարծում եմ լրիվ ուրիշ աշխարհ է ու մանավանդ այսպիսի խելացի եւ ինտելեկտուալ երեխաների հետ։ Մենք ունեցանք նաեւ Սրբազան Սեպու arczepiskopos Շուլջյանի հետ հանդիպում, զրույց, նա իր կյանքի փորձից մեզ բազմաթիվ խորհուրդներ տվեց, պատմություններ պատմեց, որոնցից մենք շատ դասեր քարացինք, բացի այդ պատմությունից օրինակներ բերեց եւ շատ օգտակար էր այդ հանդիպումը։ Ճամբարում իհարկե գրեթե բոլոր զբաղմունքները սիրում եմ, Սրբազանի հետ զրույցին շատ դուր եկավ, մենք նորանոր գիտելիքներ քաղեցինք նրա հետ զրուցելուց, բացի այդ մենք խաղում ենք նաև բազմաթիվ խաղեր, հետաքրքիր խաղեր ենք խաղում սպորտային երեխաների հետ, մեր մասնակիցների հետ եւ դա ես հենց կարելի ասել հանգստիս ամենասիրելի մասը դա խաղեր խաղալն է, վոլեյբոլ, բասկետբոլ, ինչպես նաև տղաները ֆուտբոլ են խաղում եւ մենք նրանց երկրպագում ենք եւ դա նույնպես շատ հետաքրքիր է, ասում մեզ համար։
ռեժիմին ճամբարի փորձում ենք հարմարվել եւ կարծում եմ մեզ մոտ ստացվում է եւ կարողանում ենք հանգիստը վայելել եւ հաճելի ժամանակ անցկացնել։ Այսպիսով ամենախելացի ճամբարականների առօրյան շուրջ բազմազան է։ Նրանք մասնակցել են նաև մանկան մատուրում մատուցված Սուրբ Պատարագին։ Ճամբարում ամբողջ օրվա իրենց պատասխանատուն Սամվել Վանյանը նշում է, որ շատ խելացի երեխաներ են, կարծես թե սովորելու բան էլ չունեն, եւ որ ամենակարևորն է, նրանք սիրել են ճամբարը եւ լոռվա գեղեցիկ բնությունը։ Դիվան Գուգարասթեմ